այսպես ասած առանձնացված համակարգն է գնահատվում, այլ նաև այդ հնարավոր խոցելիություններն է գնահատում իրեն միանալու դեպքում։ Հիմա միանալու ժամանակ մենք միանշանակ այնպիսի կարգավորումներ ենք դնում, որ այդ ստանդարտին համահունչությունը ապահովի։ Հետևաբար այդ հարցը կարելի ասել վերահսկելի է, դուրս է գալիս, եւ եթե հակառակ կողմում, օրինակ, հիմա կազմակերպությունների մոտ է ներդրվում արդեն այս պահանջով, առաջիկա ամիսների ընթացքում կամ տարիների ընթացքում, դա ավելի մեծ անվտանգություն է ստեղծում ընդհանրապես, օրինակ, իրենց մոտից, իրենց առևտրային ծրագրերից հնարավոր արտահոսքերի տեսանկյունից, որը ավելի վերահսկելի կդառնա արդեն։ Մենք կարող ենք ֆիքսել հետևյալը, որ այն տնտեսավարողը, որը ունի adekvat պաշտպանություն կիբեր ռիսկերից, իր փոխգործելիությունը պետական համակարգերի հետ շատ ավելի դյուրին է, իրան ավելի ձեռնտու է դա, քան ցավոք սրտի չունեցողը, որը պետական համակարգերի հետ աշխատանքի ժամանակ լրացուցիչ ֆիլտրեր պիտի անցնի, երևի սենց պիտի հասկանանք այս հարցը, Միանշանակ ու նաև մենք այս որոշման երկրորդ հավելվածով նաև գրել ենք այն ընկերությունները, որոնք որ այդ ծառայությունները պետք է մատուցեն ու հենց իրանք պետք է ստանան այդ ծառայությունը օգտվեն, տեսնեն այնտեղ որտեղ այդ փոխգործելությունը չի աշխատում, ինքը չի սերտիֆիկացվի պարզապես։ Չունեցավ սերտիֆիկատը հանձնաժողովին չի կարողանալու ներկայացնել ու համակարգից կտրվելու է։ Պարոն Աթաշյան, հասկանում եմ, բայց ուզում եմ ասեմ, մենք անցումային շրջանում ինտենսիվ պիտի համագործակցենք ու բացատրենք բիզնեսներին, ինչ ենք մենք անում, ինչ պիտի անեն իրանք եւ ինչ բենեֆիտներ ունեն այս process-ից։ Ես սրա համար այս կապակցությամբ մի քիչ երկար խոսեցի, որպեսզի կոմունիկացիան լինի պերմանենտ։ Այստեղ երևի Պեկին պիտի խնդրենք, որ զուգահեռ անընդհատ ներկայացնի տնտեսավարողներին, թե ինչ հնարավորություն է ստանում տնտեսավարողը, եթե կիբերանվտանգության ստանդարտների շրջանակում է գործում։ Ես կարծում եմ, մենք շատ կարևոր որոշում ենք կայացնում, սա շատ կարևոր հարց է։ Անցումային շրջանը իհարկե կլինի մի քիչ բարդ, բայց նպատակը շատ ճիշտ է իդենտիֆիկացված։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ։ Հարցեր չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Շնորհակալություն։ Հարց համար 25, Տիկին Ղալիչյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, մենք կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերականգնման աշխատանքների շրջանակներում այս նախագծով նախատեսում ենք եւ առաջարկում ենք մեկ ճանապարհի հիմնանորոգման եւ 13 ճանապարհի նախագծերի պատրաստման համար կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 միլիոն դրամի եւ դրանք ուղղել ներքոյշյալ ճանապարհատվածների հիմնանորոգման, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաեւ ճանապարհատվածների նախագծանախաշվային փաստաթղթերի պատրաստման եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը ձեր համաձայնությամբ ներկայացնեմ ճանապարհների ցանկը ընդհանուր ծանոթացման։ Ներկայացրեք, խնդրում եմ, բայց մի քիչ բարձր, մենք էլ լսենք։ Ուրեմն ֆինանսավորող ճանապարհահատվածներն են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի կրթահամալիր տանող ճանապարհը, նույն մարզի Նոր Եդեսիայի ներսաշնորհալու անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Սասունիկի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լուսակնի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Արմավիրի մարզի Ջրառատի Խաչատյանի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց տանող ճանապարհը, Վանաձորի 19 հիմնական դպրոց ճանապարհը, Լոռու մարզի նույն մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Սյունիքի մարզում Սյունիքի կրթահամալիր տանող ճանապարհը, Իշխանասարի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, որը հենց շինական աշխատանքներ ենք մեկնարկում, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Վայոց ձորի Չիվայի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Տավուշի Գանձաքարի միջնակարգ դպրոց եւ նույն մարզի Դովեղի միջնակարգ դպրոց տանող ճանապարհների մասին է խոսքը, շուրջ 10 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորման մասին է նախագիծը։ Շնորհակալություն, ամփոփ այսքանը։ Իսկ երբ ենք սկսում աշխատանքները, Տիկին Ղալիչյան։
Պարոն փոխվարչապետ, երկու փուլով աշխատանքներ ենք իրականացնում, ունենք նախանշած աշխատանքներ, որոնք մինչև հունիս պետք է ավարտենք, բայց այս նախագծով մենք նախատեսում ենք աշխատանքները ավարտել մինչև սեպտեմբեր։ Դպրոց Տանող մինչև ճանապարհները։ սեպտեմբերի 1 մենք Այո, ընդհանուր բարեկարգման աշխատանքները դեպի դպրոց տանող ճանապարհների նախնական երկու փուլով ենք իրականացնում, կան աշխատանքներ, որ արդեն սկսել ենք շինարարական փուլը, հատկապես այն դպրոցների, որոնք հունիսին ենք նախանշի ավարտել, իսկ այս նախանշած ճանապարհահատվածների մասով եւ դպրոց տանող ճանապարհների մասով մենք սեպտեմբերին պետք է արդեն ավարտած լինենք։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Խնդրեմ հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ, համեցեք Տիկին։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես ուզում եմ ընդգծել, որ սա մեր նախապես հայտարարված քաղաքականության շրջանակում է, որ մենք ոչ միայն դպրոցների եւ կրթահամալիրների կառուցմամբ եւ դրանց նոր գույքով հագեցմամբ ենք զբաղվում, այլև դրանց հասանելիությունը ապահովում ենք նաեւ դեպի դպրոցներ եւ կրթահամալիրներ տանող ճանապարհների բարեկարգմամբ, վերանորոգմամբ ըստ անհրաժեշտ միջամտության աստիճանի եւ զուգահեռաբար նաեւ տրանսպորտային ծառայությունների ապահովման հարցով ենք զբաղվում պարոն Խաչատրյանի համակարգմամբ եւ պետք է ասեմ, որ սա իսկապես շատ կարեւոր ծրագիր է, որովհետեւ այն դպրոցները, որոնք թվեց Տիկին Ղալեչյանը, դրանց մեծ մասը արդեն շահագործման գործընթացում են եւ սա նշանակում է, որ այս աշխատանքների իրականացմամբ մենք կկարողանանք այդ ուսումնական հաստատությունները դարձնել հասանելի նաեւ ավելի մեծ թվով երեխաների համար, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ ձևավորված պայմանները ստեղծում են որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները եւ մենք կարծում եմ, որ այս ուղղությամբ սա առաջին որոշումն է, բայց առաջիկայում կունենանք նաեւ ավելի մեծ թվով ճանապարհներ, որովհետեւ դպրոցների թիվը ավելի մեծ է եւ մենք պետք է բոլոր դպրոցների համապատասխան ենթակառուցվածքները բերենք սարքին վիճակի։ Տիկին Անդրեսյան, դա իրոք պրինցիպիալ հարց է դառնում, որպեսզի մեքենայի ճանապարհ լինի դեպի դպրոց, բարենորոգված, ուզում եմ ասեմ, որ ինքը կրիտիկական նշանակություն ունի դպրոց հասնելու համար։ Կարծում եմ այո։ Ես դեմ չեմ, որ իհարկե այս ամենը ճիշտ է, որ սինխրոն տրամաբանության մեջ է 300 դպրոց ծրագրի եւ այլ, բայց ինձ հետաքրքիր է հիմա երեխաները այնուամենայնիվ ոտքով են գնում դպրոց, թե մեքենայով։ Տարբեր է իրավիճակը։ Դոմինանտը ո՞նց է։ Պարոն Գրիգորյան, իհարկե ոտքով գնացող երեխաների թիվը փոքր չի, բայց կան նաև երեխաներ, որոնք ունեն որոշակի տեղափոխման անհրաժեշտություն եւ գիտեք, ոտքով քայլել էլ պետք է բարեկարգ ճանապարհով։ Ես հեծանիվը նկատել եմ։ Եվ իհարկե հեծանիվով նույնպես կարելի է տեղաշարժվել, անկախ նրանից ինչպես են տեղաշարժվում, անհրաժեշտ է, որպեսզի ճանապարհը լինի կարգին վիճակում։ Պարոն Գրիգորյան, եւ ինձ թվում է մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ երեխաները պետք է քայլեն անբարեկարգ ճանապարհներով եւ հասնեն բարեկարգ դպրոց։ Այստեղ գիտեք նաեւ ներդաշնակության խնդիր կա եւ մենք այս ամբողջ աշխատանքը անելիս նաեւ ամբողջ ուշադրությունը պահում ենք երեխաների զարգացման հեռանկարի վրա։ Իսկ զարգացման հեռանկարը ձևավորվում է նաև միջավայրից։ Երբ որ երեխան իր շուրջը տեսնում է ոչ բարեկարգ միջավայր, տեսնում է ուրեմն պայմանական վատ վիճակում գտնվող շենք, գույք եւ մնացած ամեն ինչը, ապա պարզ է, որ իր զարգացման տեսլականը, իր աշխարհայացքը մեծապես ազդվում է նրանից, ինչ ինքը տեսնում է։ Ու սկզբունքային է, որպեսզի մենք խոսելով միջավայրի մասին, ամբողջական մոտեցում ունենանք ճանապարհ, դպրոց, տրանսպորտային միջոցներ, ուսուցիչներ, կրթության բովանդակություն եւ այս ամենը կարծում եմ իսկապես կարող է տանել զարգացման նոր հնարավորությունների։ Միանշանակ, Տիկին Անդրեսյան, նույնիսկ չի քննարկվում դպրոցի ճանապարհը պիտի բարվոք լինի անկախ որևէ հանգամանքից, առնվազն դուք ճիշտ եք ասում, որպեսզի երեխաները տեսնեն ինչպիսին պիտի լինի դպրոցը եւ միջավայրը։ Ինձ ուղղակի հետաքրքրում էր ոնց ընդհանուր պատկերը ըստ ձեզ, էլի, այնուամենայնիվ տրանսպորտային միջոցներն են օգտագործում, թե ոտքով են գալիս շատ։
Տարբեր է իրավիճակը, այստեղ թվարկված դպրոցների մի մասը քաղաքային էին, մի մասը գյուղական էին, քաղաքային բնակավայրերում ավելի հաճախ է լինում, որ տրանսպորտային միջոցներով են տեղաշարժում, գյուղական բնակավայրերում ավելի հաճախ դա հենց քայլելու միջոցով դպրոց հասնելն է, իհարկե կապ ունի նաև երեխաների տարիքը եւ ցածր տարիքի երեխաներին ավելի հաճախ են ուղեկցում եւ այդ պարագայում կարող են նաև տրանսպորտային միջոցներ գործածել, բայց մեր նպատակն է նաև, որ այս դպրոցներն ու ուսումնական հաստատությունները հասանելի լինեն ավելի մեծ թվով երեխաների, այդ թվում նաև մոտակա բնակավայրերից եւ այս բարեկարգ ճանապարհները պետք է օգնեն նաև այդ խնդիրը լուծել։ Իսկ մենք այն դպրոցական բասերի գաղափար ունեինք, այդտեղ հիմա այդ մոդելը շահագործման մեջ է։ Դե իրականում սա այս նույն ծրագրի մի մասն է, մի բաղադրիչն է, պարոն Գրիգորյան, այո, երբ նշեցի, որ ընթանում է զուգահեռաբար աշխատանքը պարոն Խաչատրյանի համակարգմամբ նաև տրանսպորտային ծառայությունների մասով, նկատի ունեի հենց այդ։ Մենք ունենք արդեն շահագործող տենց մոդել, թե նոր ենք ուզում դնել։ Հիմա ընթացքում է եւ առնվազն պլանավորում ենք առաջիկա ուսումնական տարում փորձարկել այդ մոդելը։ Հիմա գտնվում ենք բուռն նախապատրաստական աշխատանքների ընթացքում, որովհետեւ իրականում դա մեզ համար նոր մոդել է եւ դրա կարիքը կա, փորձարկման կարիքը կա ու այդտեղ մեծ ծավալի աշխատանք է նաև գործընկերների հետ համատեղ, այդ թվում Տկեր նախարարության, ներքին գործերի նախարարության, վարորդների եւ մյուս անհրաժեշտ աշխատանքների մասով, այսինքն ինքը բազմաշերտ աշխատանք է։ Կարող ասեք, հավանականա որ պիլոտային ծրագրեր ունենանք սեպտեմբերին։ Դե ամեն ինչ անում ենք, որ այդպես լինի։ Իմ կարծիքով շատ ռացիոնալ լուծում է դա։ Խնդրեմ տիկին։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, այս հարցում կշեշտադրեի նաև ճանապարհային անվտանգության բաղադրիչը, որը շատ կարևոր գործոն է, հատկապես այն բոլոր դեպքերի համար, երբ որ երեխաները ոտքով պետք է այցելեն դպրոց, մենք մի շարք հետազոտություններ իրականացել ենք եւ այդ խնդիրները վեր ենք անել եւ առաջիկայում դա մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում, այսինքն այսպիսի աշխատանքներով ոչ միայն կբարեկարգենք այն հատվածները ճանապարհների, որոնք դրա կարիք ունեն, այլ առանձնահատուկ նաեւ շեշտադրում կունենան անվտանգության միջոցառումները եւ անկախ նրանից, որ տվյալ հատվածը վերանորոգման ծրագրում չի, պարոն Խաչատրյանի հանձնարարությամբ մենք լրացուցիչ կապահովենք անվտանգության միջոցառումներ, գծանշումների, ճանապարհային նշանների վերականգնման, այսինքն մեր նաև կարևոր նպատակն ու թիրախն է այստեղ անվտանգային, նաև ճանապարհային անվտանգային միջավայր ստեղծել թե մոտեցող ճանապարհի, թե դպրոցի հարակից ճանապարհի տեսանկյունից այդ նպատակով, որպեսզի ավելի ապահով պայմաններ ստեղծենք։ Ճիշտն ասած, ես դա էլ նկատի ունեի, որովհետև այդ դեպի դպրոց տանող ճանապարհի անվտանգության նորմերը անվերապահորեն եւ առանց բացառությունների պետքա լիարժեք պահպանվի։ Եվ լուսավորությունը, եւ տարբերանշանները, եւ գծանշումները, դա առավել վտանգավոր, առավել ռիսկի աղբյուր է։ Ես հույսով եմ, որ այս բյուջեի մեջ ենթադրվում է ճանապարհ կառուցել եւ կահավորել։ Բյուջեի մեջ ենթադրվում է այն հատվածների վերականգնումը, որոնք դրա կարիք ունեն, վերականգնման իմաստով, բայց այն երթուղիները, որոնք պետք է ապահովեն դպրոցի մոտեցնող հատվածները, այդտեղ առանձին մենք բյուջեով կանենք անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ըստ դրա կոնկրետ անհրաժեշտությունների, գծանշումների, նշանների, լուսավորության, ինչպես դուք նշեցիք։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Կան հարցեր, հարգելի գործընկերներ, առաջարկություններ։ Ինչքան առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, ընդունեցինք որոշումը, շնորհակալություն եւ հարցամար 31 Վանխոջյան համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ։ Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 թվականների ծրագրում, մասնավորապես գործող ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանու համար, մինչդեռ մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլ նաև արտադրել կաթ եւ մերամշակել։
Այս առումով առաջարկում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու։ Միաժամանակ կենդանների հետագծելությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանների հաշվառման տեղեկատվական համակարգում։ Պարոն փոխվարչապետ, նաև օգտվելով առիթից, որ մեզ նաև հետևում են եւ ֆերմերային տնտեսվարողները եւ նաեւ ֆերմերները, հիշեցնեմ, որ ծրագրի շրջանակներում իրավաբանական անձիկ կամ անհատ ձեռնարկատերերը տոհմային ոչխար կամ այս ձեռք բերելու նպատակով կարող են ստանալ փոխհատուցում ձեռքբերված արժեքի 50%-ի չափով, եթե կենդանին ներմուծվում է արտերկրից, ապա սահմանաչափը ծրագրով սահմանվում է 450,000 դրամ, եթե տեղի շուկայից է ձեռք բերվում, սակայն համապատասխանում է տոհմային քարտին, ապա սահմանաչափը սահմանվում է 300,000 դրամ։ Նախորդի իրականացված ծրագրերի արդյունքում արդեն շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել եւ արդեն Ինչքան ներողություն 2350 գլուխ եւ այս տարի արդեն ունենք հաստատված 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման հայտեր։ Շնորհակալություն։ Պարոն Խոջյանի ստանդարտը այլ երկրից ձեռք բերելու երկրների ցանկ կամ սերտիֆիկատի ձև մենք ինչ որ ստանդարտ ունենք, թե ցանկացած